Իրավաբանեթը կանայք օրենսդրում նախագծի շրջանակում հյուրընկալվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Լիլիթ Ստեփանյանին։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը ծնվել է 1981 թվականի մարտի 24-ին Հրազդան քաղաքում։ 2002 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, այնուհետև նույն ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան։ 2011-ից 15 թվականներին եղել է նույն ֆակուլտետի հայցորդ։ 2002-ից 2003 թվականներին եղել է Հրազդանի քաղաքապետարանի կադաստրի բաժնի մասնագետ։ 2007-ից 2010 թվականներին եղել է կրթության գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի Կոտայքի մասնաճյուղի պատմության և հասարակագիտության մասնագետ։ 2017-ից 18 թվականներին եղել է ազգային ժողովի պատգամավորի օգնական։ 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել Իմ քայլե կուսակցությունների դաշինքի թիվ 10 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Տիկին Ստեփանյան, ինչպես կգնահատեք ձեր գործունեությունը ազգային ժողովում այս փուլում։ Շնորհակալ եմ հարցի համար։ Իրականում մենք բավականին զբաղված ենք 2021 թվականից մինչև այսօրը, կարծես մեկ շնչով է անցել, այդքան որ խիտ է եղել աշխատանքային գրաֆիկը, քաղաքացիների ընդունելությունը, աշխատանքային քննարկումները եւ այլն։ Ես կդժվարանամ այդ հարցին պատասխանել, ես ինքս ինձ չեմ կարող գնահատել, կարծում եմ առիթ կլինի եւ ոչ միայն նաեւ մեր աշխատանքը 26 թվականի հունիսին կգնահատեն քաղաքացիները։ Ինչ սկզբունքներ են առաջնորդում ձեզ պատգամավորական աշխատանքում։ Իրականում մեր աշխատանքի հիմքում տարբեր սկզբունքներ կան դրված, որոնցից շատերը հենց օրենքով է ձևակերպում ստացել, բայց կա մեկ բանաձև, որ կարծում եմ ինձ եւ շատ հանրային ծառայողների համար հաջողության բանաձև կարող է լինել քաղաքացիների հետ շփման արդյունքում, երբ տարբեր քաղաքացիներ տարբեր մարզերից ամենատարբեր խնդիրներով դիմում են, երբեմն տրամաբանությունից դուրս հարցեր կարող են քաղաքացիները տալ, բայց բոլոր հարցերին անպայման աջակցում, որտեղ ես միշտ ինձ դնում եմ իրենց տեղում։ Ես միշտ մտածում եմ, այ օրինակ, եթե այս իրավիճակում ես հայտնվեի եւ ոչ թե քաղաքացին, եւ ես ունենայի հնարավորություն կլինի էլեկտրոնային հարթակի միջոցով կամ ծանոթի միջոցով, հեռախոսահամարը գտնելու միջոցով կամ պարզապես նամակ գրելու միջոցով դիմեի պատգամավորին։ Այ ես ինչ կակնկալեի պատգամավորից կամ պետական պաշտոնյայից, որի արձագանքի մեջ ես պետք է գտնեմ իմ հարցի լուծումը, իմ հարցի պատասխանը կամ առնվազն ուղղորդումը, եւ դա ինձ շատ օգնում է։ Իհարկե միշտ չի, որ խնդիրները ամբողջական լուծում են ստանում, բայց այս աշխատանքի ընթացքում ես նաև հասկացա, որ միշտ չէ, որ քաղաքացիները ուզում են խնդրի ամբողջական լուծում որպես վերջնարդյունք։ Իրենց համար շատ կարևոր է իրենց լսելի լինելը, որ իրենց ձայնը լսող կա, որ իրենց ձայնը բարձրացնող կա, եւ շատ հաճախ հենց նամակների մեջ են գրում կամ պարզապես հանդիպումների ընթացքում ասում են ոչինչ, թող հարցը չլուծվի, բայց դու ամբիոնից անպայման այս հարցը բարձրացրու։ Որ հարցերն եք համարում ձեր օրակարգի ամենակարևոր ուղղությունները։ Ոչ կարևոր հարցեր չկան, խոսքը վերաբերում է քաղաքացիների խնդիրներին, սոցիալական խնդիրներ կան, կենցաղային խնդիրներ կան, առողջապահական, կրթական, պարզապես հոգեբանական խնդիրներ կան։ Ոչ կարևոր հարցեր ես իհարկե կարող եմ դասակարգել եւ ասել, որ օրինակ այս հարցը այդքան էլ շտապ չի կամ այսքան էլ կարևոր չի իմ տեսադաշտից, իմ դիտանկյունից, բայց այն քաղաքացու համար, որ այդ հարցը ինձ ուղղել է, բնականաբար ունի շատ լուրջ կարևորություն եւ բնականաբար ունի շտապ արձագանքման կանխատեսում ակնկալիք, բայց ընդհանուր առմամբ երբ որ նայում ես քաղաքացու համար շատ կարևոր է իր ինքնաիրացման հարցը, զբաղվածության հարցը, որտեղ դա ուղիղ համեմատական է եւ ուղիղ պայմանավորում է իր բարեկեցությունը, իր ընտանիքի բարեկեցությունը։ Երկրորդ խնդիրը, որ շատ կարևոր են, դա մեր եւ արտաքին աշխարհի հարմարավետությունը, այսինքն քաղաքացին ունի զբաղվածություն եւ իր տնից դուրս է գալի, իր համար պետք է լինի համապատասխան երթևեկության միջոցներ, տրանսպորտը նկատի ունեմ, որը ոչ միայն մատչելի, այլ նաեւ պետք է հարմար լինի, իր համար շատ կարեւոր է իր բակի բարեկարգությունը, իր համար կարեւոր են ճանապարհների բարենորոգված լինելը, իր համար կարեւոր են աշխատանքային պայմանները, որովհետեւ քիչ չեն ոլորտները, որ օրինակ դեռևս որոշակի վտանգավորություն են պարունակում աշխատողի աշխատանքի հանդեպ։ Իդեպ այս հարցով էլ շատ քաղաքացիներ դիմում են։ Մենք ունենք ոլորտներ, որ դեռևս ամբողջապես օրենքը չի կարգավորել, օրինակ սեզոնային աշխատանքները կամ սեզոնային աշխատանքով զբաղվող կազմակերպությունները կամ շինարարական ոլորտները, որտեղ օրինակ քաղաքացին աշխատանքային պայմանների բերումով ստանում է որոշակի վնասվածքներ եւ գրանցում չունենալու հետ կապված կամ ոչ պատշաճ գրանցում ունենալու հետ կապված հետագայում խնդիրներ է ունենում։ Որոնք են այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնց վրա այս պահին աշխատում եք։ Այս պահին
շատ կոնկրետ, որ ես հենց իմ կողմից պետք է հեղինակվի այդ նախագիծը, դա հետեւյալն է, մենք ունենք արտերկրում շուրջ 4-5 պետություններում հայկական կրթօջախներ, որտեղ ուսանում են հայ ընտանիքների երեխաներ եւ հատկապես հումանիտար առարկաների դեպքում հայագիտական, որոնք ձևավորում են արժեքային համակարգը, սովորաբար այստեղից են ուսուցիչներ գնում, մասնակցում են մրցույթի եւ գնում են այնտեղ դասավանդելու, դասավանդումը կարող է լինել 1 տարուց մինչեւ առավելագույնը 3 տարի ժամկետով, ուղղակի այստեղ մի նյուանս կա, որ մրցույթի մասնակցում են բնականաբար լավագույն ուսուցիչները, կարողանում են այդ մասնագիտական արգելքները կամ տնից հեռու գտնվելու արգելքը մարտահրավերը հաղթահարել ուժեղները, ամեն առումով ուժեղները, իրենց ոլորտում առաջատարները, բայց իրենք այստեղ լուծարում են իրենց աշխատանքային պայմանագիրը եւ գնում են այնտեղ իրականացնելու պետական ծրագրերով կամ աշխատանքային պայմանագրով իրենց պարտավորությունները։ Մի տարի հետո, 2 տարի հետո, երբ նրանք հետ են գալիս, այստեղ աշխատանք չեն ունենում։ Եվ մենք փորձում ենք այժմ Տիկին Ժաննա Անդրեասյանի հետ այս օրենսդրական բացը լրացնել, որպեսզի կարողանանք ոչ միայն անարգել հնարավորություն ստեղծենք ուսուցիչների համար այնտեղ աշխատել իրենց պարտքը տալ հայկական կրթօջախներում սովորող մեր երեխաների համար, այլ նաև ունենալ վստահություն, որ հետ գալով իրենք չեն համալրի գործազուրկների շարքերը։ Այս պահին այս նախագծի վրա ենք աշխատում եւ մյուս գործընկեր Տիկին Ալխասխազյանի հետ մտնում ենք ազգային ժողով կանոնակարգ օրենքում մի փոքր փոփոխություն անենք տեխնիկական, խոսքը մեծ փաթեթների օրենսդրական նախաձեռնությունների մասին է, երբ օրինակ 10-ից ավելի պատգամավորներ են հերթագրվում հարցեր տալու համար եւ հարցերի ժամանակը քանի որ սուղ է, ոչ բոլոր պատգամավորներն են հարցնում այդ հարցերը տալ, հետագայում հարցերը նրանք ձևակերպում են ելույթների տեսքով, այսինքն շուրջ 15-20 ելույթներ կարող են գրանցվել, որպեսզի հարցերը տան։ Երբ որ ամփոփում ենք հարցի քննարկումը, վերջնական ելույթով հանդես է գալիս հիմնական զեկուցողը, ով դրա համար ունի մաքսիմում 3 րոպե եւ չի կարողանում փաստորեն բոլոր հարցերին պատշաճ կերպով արձագանքել։ Ես եւ Տիկին Ղազարյանը սրա վրա ենք աշխատում, ուզում ենք դարձնել մինչեւ 10 րոպե, այսինքն եթե քիչ կլինեն հարցերը, գուցե ընդհանրապես եզրափակիչ ելույթի կարիք չլինի, բայց բաց հարցեր չմնան, որտեղ շատ կարեւոր է այդ քննարկումը։ Մեզ թվում է մենակ մենք ենք այդ քննարկման մեջ ներգրավված, հետաքրքրված եւ միայն մենք ենք այդ հարցերը տալիս, մեզ են հետաքրքիր, բայց իրականում քաղաքացիները հետևում են ազգային ժողովի աշխատանքներին։ Տիկին Ստեփանյան, ինչպես է գնահատում խորհրդարան կառավարություն համագործակցությունը։ Բավականին բարձր մակարդակի վրա է ազգային ժողով եւ կառավարություն համագործակցությունը, վարչապետի ուղիղ հանձնարարությամբ մենք ամիսը նվազագույնը 1 անգամ անպայման հանդիպում ենք մեր նախարարների հետ, այսինքն նախարարները գալիս են իրենց փոխնախարարներով բնականաբար հանդիպելու գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչներին, դա արվում է ոչ ֆորմալ միջավայրում եւ մենք կարողանում ենք քննարկել ամենատարբեր հարցերը, սկսած քաղաքացիների նամակներից, երբ առիթ ունենք ուղիղ քաղաքացու նամակը բացել եւ կարդալ նախարարի եւ փոխնախարարների մոտ, ասեմ սա շատ էֆեկտիվ է, որովհետեւ շատ հաճախ քաղաքացիները, քանի որ ճանաչում են իրենց պատգամավորներին, հարցերը ուղղում են հենց իրենց պատգամավորներին։ Իհարկե կա հնարավորություն նաեւ նամակով դիմել նախարարներին, փոխնախարարներին, բայց սա ըստ քաղաքացիների ավելի ժամանակատար է։ Այս հանդիպումների ընթացքում մենք քաղաքացիների նամակները փոխանցելուց շատ դեպքերում նույնիսկ հենց այդ պահին լուծումը ստանալուց հատ նաև կարևոր օրենսդրական փաթեթներ ենք քննարկում կամ գաղափարներ ենք քննարկում, որոնք կարող են դառնալ օրենսդրական փոփոխությունների մաս։ Որոնք են այսօր սոցիալական ոլորտում ամենատարածված խնդիրները։ Անկարևոր խնդիրներ չկան եւ ցավոք չկա աշխարհում մի պետություն, որտեղ չկան սոցիալական խնդիրներ։ Այն ամենազարգացած եվրոպական երկրներում հայ արևմտյան մշակույթի հետ կապված, որոնց մենք փորձում ենք ձգտել, որոնք մենք փորձում ենք հասնել մեր բազմաթիվ օրենքների հիմքում մենք այս երկրների փորձն ենք փորձում ուսումնասիրել եւ ներդնել, միևնույն այս երկրներում էլ կան սոցիալական խնդիրներ, մեր դեպքում դրանք շատ են ավելի, ինչու, որովհետեւ մենք միշտ եղել ենք պատերազմական վիճակում, մենք անընդհատ արձագանքել ենք պատերազմի հետևանքներին եւ պատերազմն էլ իր հերթին է բերել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ 23 թվականից հետո մենք բախվել ենք օրինակ շատ լուրջ խնդրի,
որ օրինակ 20 թվականին չկար կամ 18 թվականին չկար, խոսքը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների մասին է, որոնք ոչ միայն պետք էին արագ արձագանքման առաջին խմբերը լուծեին առաջնահերթություն պահանջող խնդիրներ, հա, դա տանիքներ, հագուստներ եւ սնունդներ, այլ նաեւ միջնաժամկետում ունենք նրանց պարտավորվածություն ունենք աշխատանք առաջարկել, ապահովել նրանց զբաղվածությունը, իսկ երկարաժամկետում, քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեր ցանկությունը շատ մեծ է, որպեսզի մեր հայրենակիցները մնան աշխատեն եւ արարեն Հայաստանի Հանրապետությունում, բնականաբար նրանց նաեւ բնակարաններով պետք է ապահովենք։ Առաջնահերթություններից սոցիալական ոլորտում շատ կարևորում եմ թոշակների բարձրացումը կամ տարբեր սոցիալական ծրագրեր իրականացնելը մեր տարեցների մոտ, որովհետեւ առաջին հայացքից թվում է, թե որ խոսում ենք տարեցների մասին, մենք հասկանում ենք խնդիրների կամ համարժեք ծառայությունների այն ամբողջ համախումբը, որը կա, բայց ես վստահեցնում եմ, որ դա միայն առաջին հայացքից է, իրականում խնդիրները շատ են եւ իրականում խնդիրները բազմաթիվ են։ Մյուս խնդիրը, որ կցանկանամ առանձնացնել, դա կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մեր անչափահաս երեխաների խնամքն է։ Բնականաբար պետությունը հոգում է նրանց բոլոր ծախսերը, բոլոր պահանջմունքները, բոլոր պահանջները, բայց մենք ամենամեծ ցանկություն ունենք առաջին հերթին երեխաներին հետ վերադարձնել իրենց կենսաբանական ընտանիքներ, եթե դա հնարավոր է, եթե դա հնարավոր չէ, ապա խնամատարության ինստիտուտը անպայման կառուցենք, որտեղ երեխան հնարավորություն կունենա ընտանիքի միջավայրում արդեն հասակ առնել, օգտվել բոլոր սոցիալական եւ հասարակական կառույցներից եւ այլն։ Որ ոլորտներում եք տեսնում առաջնահերթ բարեփոխումների անհրաժեշտություն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ շատ ամփոփիչ մեր ամբողջ խոսակցության համար բավականին կարևոր ամփոփիչ հարցեր։ Տեսեք, ես շատ եմ մտածում, թե ինչու են մարդիկ արտագաղթում Հայաստանից։ Եվ իմ մտորումները ինձ բերել են երկու եզրահանգման։ Առաջինը մարդիկ Հայաստանից գնում էին կամ արտագաղթում էին, որովհետև ունեին որդիներ եւ չէին ցանկանում, որ որդիները համալրեին հայոց բանակի շարքերը, որովհետև միշտ չէ, որ հայ մայրերը, հայր ընտանիքները իրենց զավակներին ուղարկել են բանակ եւ որդիները ողջ առողջ հետ են եկել։ Երկրորդ կարևոր բաղադրիչը, որը ստիպում է մարդկանց արտագաղթել եւ երբ որ մենք նայում ենք Զվարթնոց օդանավակայանում, օրինակ լրագրողները ռեպորտաժ են պատրաստում, մարդիկ ասում են արդարություն չկա։ Այսինքն մարդկանց համար արդարությունը եւ արդարադատությունը հավասարազոր է հանապազորյա հացին։ Մարդը ինչքան չի կարող առանց հացի, այդքան էլ չի կարող առանց արդարության, արդարադատության, սոցիալական արդարության եւ մարդիկ շատ հաճախ գտնվելով անզոր եւ հասկանալով իրենց ընկալումներում, որ այս երկրում չկա արդարություն, իրենք դարձյալ գտնում են պատասխանը որպես արտագաղթ։ Իսկ ովքեր են իրականացնում արդարադատություն։ Արդարադատություն իրականացնում են արդարադատություն իրականացնող մարմինները։ Մեզ շատ հաճախ մեղադրում են, որ մենք լյուստրացիա չարեցինք, մենք պետք է բոլոր դատավորներին աշխատանքից ազատեինք եւ միայն վեթինգ անցնելուց հետո տարբեր դատավորների թույլ տայինք գալու եւ համալրելու դատավորների շարքերը։ Բայց իմ համեստ կարծիքով ես կարծում եմ, որ մենք այս դեպքով կաթվածահար կանեինք, առանց այդ էլ ոչ լավ վիճակում գտնվող արդարադատության համակարգը։ Եվ մենք գնացինք այլ ճանապարհով։ Տալիս է սա իր պտուղները, իհարկե տալիս է։ Բավարար աշխատանք է սա, իհարկե բավարար չէ։ Քանի Հայաստանի Հանրապետությունում կա մեկ քաղաքացի, ով արտագաղթելուց կասի, որովհետև այս երկրում արդարություն չկա, նշանակում է տվյալ օրվա իշխանությունները հարց ունեն, բազմաթիվ խնդիրներ ունեն լուծելու եւ կոնկրետ առաջարկներով պետք է հանդես գան քաղաքացիների համար։ Եվ այս համատեքստում ես խիստ սիմվոլիկ եմ համարում Հայաստանի Հանրապետության վարչապետի հենց տարեսկզբի աշխատանքը, որը սկսվեց արդարադատության նախարարությունում, որտեղ նա առիթ ունեցավ խոսելու արդարադատության ոլորտում տեղի ունեցող կամ տեղի ունեցած կամ գործող կամ գոյություն ունեցող խնդիրների մասին։ Այո, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը այնուամենայնիվ առաջ գնա, զարգանա, այնուամենայնիվ նախընտրելի լինի ոչ միայն իր քաղաքացիների համար, այլ նաև այլ երկրի քաղաքացիների համար, եթե մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին դառնա տվյալ օրվա իշխանությունների սոցիալական հենարանը, մենք պետք է նրան առաջարկենք իրական արդարություն եւ իրական արդարադատություն։ Եթե չկա
այս արդարադատությունը։ Ես արդարությունը մարդը չի զգում, որ ինքը ապրում է արդար միջավայրում, մարդը չի զգում, որ ինքը խնդիր ունենալու դեպքում անպայման կստանա արդարադատությունից իրեն համար օգտակար կամ իր համար հաճելի։ Ես այդ հաճո բառերի մասին չեմ խոսում, խոսքը քրեական օրենսգիրքը խախտած քաղաքացիների մասին չի։ Խոսքը առհասարակ արդար միջավայրի մասն է։ Եթե նա սա չի իմանում, նա բնականաբար կքննադատի իշխանություններին եւ որպես իմ ամենի ասած նա անպայման կնեղանա, կներեք բառիս համար կխռովի իր երկրից եւ բնականաբար կբռնի արտագաղթի ճանապարհը։ Ես կարծում եմ հենասյունային են ուղարկի, նախ որպես ժողովրդավարության համար կարևոր սկզբունքներ եւ երկրորդ որպես հասարակության հանրային համերաշխության, հասարակության համար հաճելի եւ նպաստավոր միջավայրի համար մենք պետք է այս երկու խնդիրը լուծենք։ Առաջինը ապահովենք խաղաղություն եւ անվտանգություն մեր քաղաքացիների համար, արտաքին մարտահրավերների չեզոքացում կամ ռիսկերի կառավարում եւ երկրորդը ներքին համերաշխության համար շատ կարեւոր է արդարադատություն իրականացնող մարմինների իրոք արդարադատություն իրականացնելը։ Ընտրովի արդարադատությունը մեզ համար չէ, Զանգովի արդարադատությունը մեզ համար չէ, կաշառք ստացող դատավորները կամ արդարադատության համակարգի աշխատակիցները մեզ համար ընդունելի չեն, ինչպես նախկինում, այնպես էլ այսուհետ բոլոր նրանք, ովքեր գումարի դիմաց փորձեն իրականացնել արդարադատություն, կարժանանան պարզապես այն դատավորների ճակատագրին, որը օրինակ անցած տարի տեղի ունեցավ եւ ամենակարևորը արդարադատությունը պետք է իրականացվի ժամանակին, որովհետեւ ուշացած արդարադատությունը ոչ մեկի համար այլևս կարևոր չէ։ Դա մերժված արդարադատությունն է։ Ես կարծում եմ, եթե մենք այս երկուսը կարողանանք դնենք ճիշտ ռելսերի վրա, կարողանանք հասնել մեր նպատակակետին եւ մեր բուհերից էլ, մեր տարբեր կառույցներից էլ մեր դատական համակարգ արդարադատություն իրականացնող մարմինները համալրվեն սկզբունքային անաչառ կադրերով, ապա մենք իսկապես կկարողանանք հանգիստ շունչ քաշել ու զբաղվել արդեն այլ ոլորտային, գուցե մակերեսային կամ գուցե դրվագային սիտուացիոն խնդիրների լուծումով։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։